Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Բագրատ Սրբազանի գործ, եկեղեցու դեմ արշավ, արցախցիների իրավունքներ, կաթողիկոսն անդրադարձել է երկրում տեղի ունեցողին։ Դատարանը վերադարձրել է Սամվել Կարապետյանի անձնագիրը, իսկ փաստաբանական թիմը միջնորդություն է ներկայացրել, ինչ են պահանջում։ Մասիսում հարձակվել են ուժեղ Հայաստանի ներկայացուցիչների վրա, ինչ է տեղի ունեցել։ Բախում ուղիղ եթերում, ինչով ավարտվեց 4-ժամյա հեռուստաբանավեճը։ Բագրատաշենի անցակետի մոտ բեռնատարների վարորդները փակել են ճանապարհը, ինչ պահանջ են ներկայացրել իշխանությանը։ Լարսից հետ են գալիս բեռնատարները, գյուղացիները հաշվում են հնարավոր կորուստները, իսկ իշխանությունը խոսում է եվրոպական նոր հնարավորությունների մասին, որտեղ է հայտնվելու գյուղմթերքը, եթե ռուսական շուկան փակվի եւ ով է կրելու դրա հետևանքները։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ն անդրադարձել է վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձություններին, հոգևորականների և եկեղեցու դեմ իրականացվող ճնշումներից արցախցիների իրավունք։ Վեհափառը շեշտել է եկեղեցին միշտ էլ պատրաստ է իր իրավունքները պաշտպանել և որևէ կերպ որևէ կառույցի և իշխանության թույլ չտալ, որ միջամտի եկեղեցու ներքին կյանքին և փորձի եկեղեցին ենթարկեցնել իր կամքին։ Եկեղեցին ունի կարևոր առաքելություն, որ դարերով իրականացրել է մեր ժողովրդի կյանքում, մեր մշակույթի կերտման, մեր հոգևոր ազգային արժեքների ձևավորման, մեր ինքնության պահպանության և մեր ժողովրդի կյանքի հարատևության երաշխիքները ապահովելու առումով։ Եվ այդ պատմական առաքելությունը եկեղեցին բոլոր պայմաններում, բոլոր իրավիճակներում անշեղորեն իրագործելու է։ Եկեղեցու նկատմամբ հարուցվել է 1 տասնյակից ավելի քրեական վարույթ, վեհափառն ասել է, որ ջանք են գործադրում, որպեսզի իրենց կամքին ենթարկեցնեն եկեղեցին և հեռացնեն ու ձերբակալեն կաթողիկոսին։ Այդքան դյուրին չէ հայոց հայրապետին հրաժարական պարտադրել։ Եկեղեցին ունի իր կանոնական սկզբունքները և հայոց հայրապետի պաշտոնազրկումը ենթակա չէ որևէ իշխանության, որևէ անձի և կառույցի տնօրինման։ Եթե հարցեր կան ընդդեմ հայոց հայրապետի կամ որևէ եկեղեցականի, այդ հարցերը քննարկվում են համապատասխան ատյաններում և կայացվում են համապատասխան որոշումներ։ Կաթողիկոսը Բագրատ Սրբազանին առաջադրված մեղադրանքները որակել է անհիմն։ Վեհափառը շեշտել է, որ Բագրատ Սրբազանի շարժումը սկսվեց Տավուշի սահմանազատման գործընթացով պայմանավորված և հարցը քննարկել են եկեղեցական շրջանակում ու իրենք Սրբազանին պատգամել են, որ այսպիսի վիճակներում հոգևոր առաջնորդը պետք է լինի իր ժողովրդի կողքին հանդես գալու իր հավատավոր զավակների իրավունքների պաշտպանության դիրքերից։ Հետո շարժումը որոշակի փոփոխություններ կրեց և Բագրատ Սրբազանը քաղաքական գործընթացների մեջ մտավ։ Այդ պահին մենք կասեցրեցինք իր հոգևոր գործունեությունը։ Հետո արդեն տեղի ունեցավ ձերբակալությունը Բագրատ Սրբազանի։ Բայց այն մեղադրանքները, որ Բագրատ Սրբազանի նկատմամբ առաջադրվում է, անհիմն են։ Իսկ եկեղեցուն պաշտպանելու համար տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանին դատարանը վերադարձրել է Հայաստանի Հանրապետության անձնագիրը, որպեսզի նա կարողանա մասնակցել հունիսի 7-ին կայանալիք համապետական ընտրությանը։ Իսկ փաստաբանական թիմը Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Մասիսում հարձակվել են ուժեղ Հայաստան կուսակցության աջակիցների վրա, մի խումբ անձինք բռունցքներով ու ոտքերով հարվածներ են հասցրել իրազեկման ակցիա անողներին, այդ թվում հղի կնոջը։
12000 դրամով։ 7-րդ բուժաշխատողների եւ ուսուցիչների աշխատավարձի բարձրացում, տարեկան 25% մարզերում, 20% Երևանում։ 8-րդ 0% ծայրահեղափոխություն Հայաստանում։ 9-րդ գործնականում անվճար բարձրագույն կրթություն ուսանողների համար։ 10-րդ տարեկան 1000 գնահատական զինծառայողների համար 50% զեղչով։ 11-րդ կապիտալի զինծառայողների Սպորտի և զանգասման կենտրոնների ստեղծում մարզերում։ Այսօր առավոտյան էլ ձերբակալել են ուժեղ Հայաստան կուսակցության աջակից մեր ձևով ազգային արժեքների պահպանության հասարակական կազմակերպության հիմնադիր եւ գործադիր մարմնի ղեկավար Ալիք Ալեքսանյանին։ Ըստ քննչական կոմիտեի բացահայտել են բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու ու առանձնապես խոշոր չափի փողերի լվացման դեպք։ Նախաքննական մարմինը կդիմի դատարան նրա նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությամբ։ Խուզարկել են Հայաստան դաշինքի գրասենյակները, մասնավորապես աշտարակում։ Պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկել է նաև ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի բնակարանը։ Ընդհանրապես պետք է արձանագրել, որ այս չարիքի իշխանությունը նման քայլերով եւ մեթոդներով ցանկանում է սահմանափակել եւ կազմալուծել ընդդիմադիր քաղաքական ուժերի նախընտրական շտաբների գործունեությունը, սրանով փորձում են ազդեցություն ունենալ մեր աջակիցների, համակիրների, ընտրողների վրա, որը չի ստացվելու։ Նիկոլ Փաշինյան, դու եւ քեզ սպասարկող իրավական համակարգը վաղուց արդեն կանխատեսելի է եւ ճղճին եւ նման քայլերով ու մեթոդներով որևէ արդյունքի չեք հասնելու։ Եվ երկրորդ արձանագրումը, որ ակնհայտ այս իշխանությունը լավ հասկանում է իշխանությունը կորցնելու վտանգը եւ այս քայլերն ու գործողությունները պայմանավորված են այդ վախերով։ Կոչ եմ անում միջազգային դիտորդներին նկատել այս ամեն ինչը, տեսնել եւ համապատասխան գնահատական հնչեցնել, հակառակ դեպքում այսքան երկար կույր ձևանալ պարզապես հնարավոր չէ։ 4 ժամ, 1 ստուդիա, տասնյակ քաղաքական գործիչներ, հարյուրավոր մեղադրանքներ։ Նախընտրական ամենասպասված հեռուստաբանավեճը պետք է դառնար ծրագրերի մրցակցություն, բայց շատերի համար եւ շատերի գնահատմամբ վերածվել է քաղաքական հաշիվների պարզաբանման հարթակի։ Պետական պարտքից պատերազմ հոկտեմբերի 27-ից հայ-ադրբեջանական բանակցություններ։ Ինչ ուղերձներ ստացավ ընտրողը 4 ժամ տևած այս բախումից ռեպորտաժում։ Ավելի քան 4 ժամ տևած բանավեճի ընթացքում հնչեցին տնտեսական, սոցիալական ու քաղաքական ծրագրեր, սակայն քննարկման զգալի մասը զբաղեցրին ոչ թե ապագայի, այլ անցյալի շուրջ վեճերը։ Մասնակիցները վիճում էին 2018 թվականի հեղափոխության արդյունքների, պետական պարտքի, պատերազմի հետևանքների, իշխանության ու նախկին իշխանությունների պատասխանատվության, ինչպես նաև հայ-ադրբեջանական բանակցությունների թեմաների շուրջ։ Քաղաքական ուժերի ներկայացուցիչները փորձեցին համոզել ընտրողին, որ հենց իրենք են առաջարկում երկրի զարգացման լավագույն ճանապարհը, սակայն հաճախ հնչեցին մեղադրանքներ ու վիրավորանքներ։ Որոշ մասնակիցներ անգամ զրկվեցին խոսքի իրավունքից սահմանված կարգը խախտելու պատճառով։ Բանավեճն աստիճանաբար տեղափոխվեց արդեն ոչ թե քարոզարշավի որակի, այլ իշխանության գործունեությունը գնահատելու դաշտ։ Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Աննա Գրիգորյանը հակադարձեց Ալեն Սիմոնյանի այն պնդմանը, թե քարոզարշավն ընթանում է նորմալ եւ առողջ մթնոլորտում։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ մի տղամարդ ԿՊ կուսակցության պաստառը պոկելու համար նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ, հետո վերջինս հայտնվել է հոգեբուժարանում եւ այնուհետեւ ինքնասպանություն է գործել։ Ի պատասխան Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանը հիշեցրեց նախկին իշխանությունների տարիները եւ մի շարք մեղադրանքներ հնչեցրեց ընդդիմության հասցեին։ Քոչարյանի ժամանակ ածիկի կասիրում մարտի 1 հոկտեմբերի 27։ Չէ, բայց զուգահեռ են խոսում, ոչ մեկի չենք լսում։ Մի րոպե։ Դուք ձենները Խաչատրյան, կոռեկտ արտահայտվեք, հաջորդ փորձը ես կանեմ արդեն։ Քննարկման հաջորդ առանցքը դարձավ 2018 թվականից հետո Հայաստանի անցած ճանապարհի գնահատականը։ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արամ Մանուկյանը գործընկերներին առաջարկեց չխոսել ու հարց չուղղել Ալեն Սիմոնյանին։ Գործընկերներից խնդրում եմ գայթակղությանը չտրվել եւ հարց չտալ Ալեն Մալեն, հարց մի տվեք իրանց։ Դուք դրանով իշխանությանը հարց մի տվեք։
սա դառնում է իշխանության ասուլիսը։ Նիկոլ Փաշինյանի երբեմնի նախկին թիմակից Գևորգ Գորգեսյանի գնահատման հեղափոխությունից հետո հին բարքերին փոխարինելու եկան նոր դեմքով հին բարքերը։ Այսինքն մենք ունեինք հին օլիգարխներ, հիմա ունենք նոր օլիգարխներ, ունենք հին թալանչիներ, հիմա ունենք նոր թալանչիներ, եւ այս ամենը բացարձակ հեռու է ժողովրդավարական ազատական արժեքներից, որի դավանողն ենք մենք։ Լարվածությունը նոր թափ ստացավ, երբ Արամ Մանուկյանը խոսեց պետական պարտքի աճի մասին, նշելով, որ 2018 թվականին Հայաստանի արտաքին պարտքը մոտ 7 միլիարդ դոլար էր, իսկ այսօր արդեն կրկնակիից ավելի է։ Դիտարկումը դժգոհություն առաջացրեց Ալեն Սիմոնյանի մոտ եւ կողմերը փոխադարձ մեղադրանքների անցան։ Մի ընդհատեք խնդրում եմ, Չէ, ես կարող եմ ընդհատել, որովհետև իմ ժամանակն է ձեր իշխանության վերջին չէր, պարոն, ասեք ձեր իշխանության վերջին ժամանակը։ Հա հիմա Ձեր իշխանության վերջին չէր, պարոն։ Վերջին նախադասություն կարող եմ ավարտել։ Խնդրեմ, պարոն Մանուկյան, ես հարգանքով եմ մոտենում ձեզ եւ կոչ եմ անում դուք մնացած մասնակիցներին հարգանքով մոտենալ։ Ուրիշ կերպ չեք էլ կարող մոտենալ։ Այս մթնոլորտում Ալեն Սիմոնյանը կրկնեց նաև Նիկոլ Փաշինյանի հայտնի թեզերից մեկը, թե Լևոն Տեր-Պետրոսյանն ամենահայտնի դաշնակցականն է, մինչդեռ Արամ Մանուկյանը խոսում էր Հայաստանի առջև ծառացած անվտանգային խնդիրների եւ կրճատված սահմանների մասին։ Ձեր կերպարը սրա մեջ է, ձեր կերպարը նայեք։ Սա Հայաստանի, Սա իրական Հայաստանն է։ սա Հայաստանի ցեց ընկած քարտեզն է, 230 բակով դպրոցներ։ Շատ Գիտեք, պարոն, Վարնայք, երկխոսություն խոսում եմ, չվերացան։ Ինչի չճանաչեցիք Լեռնային Ղարաբաղը։ Պարոն, Հայաստանում Ինչի չճանաչեցիք Լեռնային Ղարաբաղը։ Այս տարեք ձեր պատից Ինչի կտրեք ու ասեք։ չճանաչեցիք Լեռնային Ղարաբաղը։ Գիտեք եւ Վարնայք, վերջ, մի րոպե, ներողություն։ Չէ, զուգահեռ եք խոսում։ Տարված խոսակցությունից հետո Արման Աբովյանը զրկվեց խոսքի իրավունքից, քիչ անց նույն ճակատագրին արժանացավ նաև Դավիթ Անանյանը կրկին Հմայակ Հովհաննիսյանի հետ վիճաբանության ընթացքում սահմանված կանոնները խախտելու համար։ Բանավեճի ընթացքում պարբերաբար վերադառնում էին նաև Հայաստանի նորագույն պատմության ամենացավոտ թեմաներից մի քանիսը։ Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանը կրկին անդրադարձավ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանը, ինչին ի պատասխան Աննա Գրիգորյանը կոչ արեց հնարավորինս կոռեկտ ձևակերպումներ օգտագործել։ Տիկին Խաչատրյան, կոալիցիոն գործընկերը այստեղ կանգնած էր։ 8 տարի իշխանության են, բայց հարցերը հնչեցրեք։ 8 տարի չեք հարցում, այդ հոկտեմբերի 27-ը ինչ եղավ։ Այսինքն ես ունեմ իշխանություն բացահայտելու եւ չեմ արել։ Այո, կարելի է հարցը հղել Աննայի, բայց վստահաբար Վարդապետյան։ Արամ Մանուկյանը հրապարակեց Ալեն Սիմոնյանի ավելի վաղ տված հարցազրույցներից մեկից մի հատված, ինչից հետո բանավեճը նորից լարվեց։ Աղդամ իմ հայրենիքն է, բառացի եմ արտագրել։ Դա ինտերվյու չէր։ Հանգիստ եւ փողզիջման մասին խոսք գնալ չի կարող, փողզիջում բառը ընդհանրապես պետք է անվի մեր խոսակցական։ Մեր դժբախտությունները սկսվել է, գիտեք, 19 թվականին այս մարտիկ մերժեցին երանախագահության 3 գերտերությունների առաջարկը։ Իսկ ամենասուր հակասությունները ծագեցին հայ-ադրբեջանական բանակցությունների այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի թեմայի շուրջ։ Իշխանության ներկայացուցիչ ընդդիմադիր գործչին մեղադրում էր ռուսամետության համար ու հետաքրքրվում ռուսական լրատվական գործակալությունում աշխատելու համար, ինչքան աշխատավարձ է ստանում, սակայն հարցի պատասխանը կամ չէր հետաքրքրում, կամ չէր լսում։ Գագիկ Շարուկյանը, Բայց ասացիք, Վար Սիմոնյան։ Ես դեմ ռուսերենի մի անցեք, մեկա կցարկում։ Էդի ալոն ռուսերեն չի։ Խորանամ ես։ Լավ, Վան Աբովյան, նստեյության ժամանակ չկա։ Խնդրեմ, պարոն Ղազարյան, ձեր ձայն չեն տվել լրություն։ Տիկին Խաչատրյան։ Աննա Գրիգորյանն էլ իշխանության ներկայացուցչին հարց ուղեց. կա արդյոք մի պահանջ, որը Բաքուն ներկայացրել է եւ Երևանը չի կատարել։ Ալեն Սիմոնյանը չհամաձայնեց այդ ձևակերպման հետ, սակայն հարցն արդեն դարձել էր բանավեճի առանցքային թեմաներից մեկը, քանի որ ակամայից կարծես խոստովանություն հնչեց։ Բոլոր պահանջները իրականացրել եք։ Հենց հիմա համարացության փոփոխությունը իր պահանջով չի։ Ասում եք արել եք, մի հատ։ Ասեմ, Գորիս Կապան ճանապարհը, Կապան ճակատեն ճանապարհը։ Դա մեր պահանջն է, դա մեր այո, մեր պահանջն է, ճանապարհ հանձնելը մեր լսեք, պահանջն է։ ճանապարհ հանձնել չի, դա սահման դեր հանել է։ 4 ժամ տևած բանավեճից հետո ընտրողը լսեց ամեն ինչ դավաճանության, նախկինների, ներկաների, պարտության, պարտքի, ռուսամետության ու ադրբեջանցիների վերադարձի մասին։ Միայն թե այդ ամբողջ աղմուկի մեջ երբեմն դժվար էր հասկանալ, թե ով ինչ ծրագրով է պատրաստվում ղեկավարել երկիրը առաջիկա տարիներին։ Իսկ թե ինչ հետևություններ արեց ընտրողն այս բանավեճից, պարզ կլինի հունիսի 7-ին ընտրատեղամասում։ Armenpress-ը հայտնել է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում հունիսի 2-ին Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչները հատել են Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը եւ մեկնել Կարս մասնակցելու Թուրքիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
Ռուսաստանի սննդի անվտանգության վերահսկողական ծառայությունը հունիսի 3-ից սահմանափակում է Հայաստանից կորիզավոր մշակաբույսերի, պտուղների, սմբուկի, կարտոֆիլի և ջրերի ներմուծումը։ Երեկ էլ սահմանափակել էր բալից, Իրանի, դեղցի, նեկտարինի, սալորի և թարմ խաղողի արտահանումը։ Պաշտոնական պատճառաբանությունը կարանտինային վերահսկողության մեխանիզմների բացակայությունն է։ Ստացվում է, որ այն ապրանքները, որոնք վաճառքի եկամտով ապրում են հազարավոր գյուղացիներ, արդեն հայտնվել են անորոշության մեջ։ Մինչ պաշտոնական Երևանը վստահեցնում է, որ այլընտրանքային շուկաներ կան, գյուղացիներն ու արտադրողները կանգնած են շատ ավելի հրատապ խնդրի առաջ։ Ինչ անել բերքի հետ այսօր, որովհետև գյուղատնտեսության մեջ քաղաքական հայտարարությունները չեն սպասում, հասունացած բերքը նույնպես։ Թեմային անդրադարձել է Սեդակ Գյուրեղյանը։ Երկու ուսանող ունի Վոլոդյան, ամբողջ տարվա եկամուտը կեռասի իր այգիներից է ստանում, բայց այս տարի այլընտրանքային շուկայի վրա է հույսը դրել։ Տեղյակ է, որ Ռուսաստանը արգելել է կորիզավոր մրգերի արտահանումը, որոշել է Վրաստան դուրս բերել։ Տվել եմ, անցած տարել են տվել, նախանցածին էլ, եսա վաղվանից էլ։ Արաքսի ջրերից են սնուցվում, հասունանում Վոլոդյայի կեռասները։ Տարեկան ստացվող 2-3 տոննա բերքը միայն վրացական շուկայի համար շատ է։ Նախորդ տարիներին կեռասի հիմնական շուկան Վրաստանից զատ Ռուսաստանն է եղել, բայց ստեղծված պայմաններում Վոլոդյան որոշել է իր արտադրանքը նաև ներքին շուկայում վաճառել։ Այստեղ էլ ծառացել է լճացման վտանգը։ Դե եթե լճանակը թողենք ծառերի վրա, ոչ էլ կհավաքենք։ Թող դառնա չամիչ։ Ափսոս չի բերքը։ Դե հիմա ինչ անենք։ Մարդուց ափսոս ոչ մի բան չկա։ Մտավախություն ունի գյուղացին, հետ չի բերելու այն ահռելի գումարը, որ ներդրել է ծառերի խնամքի ու պարարտացման համար։ Հա, դուրս կգա, պրոստո մենք եկամուտ չենք ունենա էդի։ Իսկ լճացումն արդեն սկսվել է։ Սահմանից հետ եկող բեռնատարների պատճառով ելակն օրինակ շուկայում գրեթե կրկնակի էժանացել է։ Ջերմոցում լոլիկ եւ ելակ աճեցնողը ահազանգում է։ Իրանական շուկայից ներկրվող բանջարեղենից բացի մրցակցային շուկա է դուրս եկել բեռնատարներով ետ բերվող ապրանքը։ Եթե Ռուսաստան չի եթում այդ մեծ ջերմոցատերերը, այդ է խնդիրը։ Այսինքն լճացում անում։ Դա բա ինչ անում։ Շուկայում ելակ վաճառողն ասում է, խոշորը վաճառում են 1000, իսկ մանրը 600-ից 700 դրամով։ Գինն էժանացել է գրեթե կրկնակի։ Դա լավ է սպառողի համար, բայց արտադրող գյուղացին միլիոնների վնաս է ունենում։ Գյուղացին մեղք կային, որ ասում են, մեղք կա իսկականից։ Չեն կարող դուրս անում իրանց ապրանքը, որ մի երկու կոպեկ փող աշխատեն։ Իրանք լսելով նորությունները սկսել են էժան վաճառել կլունիկը այն բանով, որ մտածում են, որ դուրս չի ելնելու, կարող է մնալ փչանը։ Ռոսսել խոզնածորը հունիսի 3-ից սահմանափակելու է Հայաստանից կորիզավոր մշակաբույսերի, պտուղների, սմբուկի, կարտոֆիլի և ջրերի ներմուծումը։ Այս ֆոնին Փաշինյանը, ապա էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարեցին, Ռուսաստանի արգելած մթերքները արտահանվում են եվրոպական շուկա։ Փաշինյանը միած սատմը չի կարում նորմալ վերահսկի, որ մեր պտուղ բանջարեղենի մեջ պեստիցիդների քանակը չգերազանցելի, թույլատրելի նորմը, որ կարողանան Եվրոպա մտնել, ինքը եվրոպական շուկա կարա բացի։ Մինչ պաշտոնյաները խոսում են եվրոպական շուկան նվաճելու մասին, Բագրատաշենի անցակետի մոտ հարյուրավոր ջերմոցատերեր ու բեռնատարների վարորդներ փակել են ճանապարհը, հրավիրելով իշխանության ուշադրությունը։ Նրանք բողոքում են, որ չեն կարողանում արտահանել իրենց արտադրանքը ԵԱՏՄ շուկա եւ կանգնած են սնանկացման վտանգի առաջ։ Սեդակ Գյուրեղյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Եվրամիությունը մեղադրել է Ռուսաստանին Հայաստանում կայանալիք խորհրդարանի ընտրության վրա ազդելու փորձի համար։ ԵՄ արտաքին ծառայության խոսնակ Անիտա Հիփերը հայտարարել է, որ Ռուսաստանը ձգտում է վնաս հասցնել Հայաստանի տնտեսությանը։ Նրա խոսքով Հայաստանը որպես ինքնիշխան ժողովրդավարական եւ անկախ երկիր իրավունք ունի ընտրելու իր սեփական ուղին եւ գործընկերներին։ Պետդումայի խոսնակ Վոլոդինը հայտարարել է, որ հավանաբար Փաշինյանն անձնական պարտավորություն է ստանձնել Հայաստանի Եվրամիությանն անդամակցելու հարցում եւ կատարում է այն։ Նրա խոսքով Փաշինյանին չի հետաքրքրում ոչ հայ ժողովրդի ճակատագիրը, ոչ էլ Հայաստանի պետականությունը։ Նա քաղաքացիներից թաքցնում է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու ծախսերը, ասել է Վոլոդինը։
Բաքուն ու Վաշինգտոնը շուրջ 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր են կնքել։ Այդ փաստաթղթերից մեկն Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների միջև կարևորագույն հանքանյութերի եւ հազվագյուտ հանածոների արդյունահանման եւ մշակման ոլորտում մատակարարման ապահովման մասին շրջանակային փաստաթուղթն է։ Համաձայնագրերը վերաբերում են նաեւ էներգետիկ, տրանսպորտային եւ տարանցիկ երթուղիներին, ավիացիային, արհեստական բանականությանը եւ թվային ենթակառուցվածքներին։ Իրանի Խաթամ Ալ-Անբիա կենտրոնական շտաբը հայտարարել է, որ ռազմական գործողությունների վերսկսումն անխուսափելի է եւ որ Իրանը չի հանձնվի։ Շտաբից հայտնել են, որ գործողությունները կշարունակվեն, մինչեւ Իսրայելն ու ԱՄՆ-ն չհանձնվեն եւ լիակատար զղջում չհայտնեն, սպառնալով ավելի ավերիչ եւ լայնածավալ գործողություններով։ Genesis Armenia-ի հեղինակային «Ով է կառավարում քո 5 տարին» շարքի հերթական հոլովակը ֆրանսիական բրանչի եւ ընտրության մասին է։ Դիտենք, իսկ ABC լուրերը եթերում կլինի վաղը առավոտյան ժամը 9-ին։ Շնորհակալություն ուշադրության համար, բարի գիշեր։ Կիրակի է քվեարկության փոխարեն բրանշ կա։ Ֆրանսիացի երիտասարդները նախաճաշում էին, տարեցները մոբիլ եւ կարգապահ գրում էին ընտրության։ Վրա հասավ 2017-ը։ Ծայրահեղ աչերը դարձան Kinder Surprise։ Շատերը ասացին սա բողոքի ձայն։ 27 voters who could take the presidency. In when elections occur. Իսկ հա 2022-ին երիտասարդները նայում էին արդյունքներին եւ ասում սրանք լուրջ կարող են իշխանության գալ։ Macron was better off than the rising cost of living. Main concerns has played down her. Քաղաքականության մեջ դատարկ տեղ չկա։ Եթե դու դուրս ես գալիս խաղից, խաղը չի դադարում։ Պարզապես մյուս թիմերն են սկսում գոլեր խփել։ Ու հետո արդեն ուշ է լինում Facebook-ում գրել։ Էս ոնց եղավ, ոնց եղավ։ Շատ պարզ։ Ասում էիր իմ 15 րոպեն նախաճաշի համար է ոչինչ չի փոխի, բայց պարզվեց, որ այդ ոչինչները հավաքվեցին եւ փոխեցին ամբողջ երկիրը։ Դու այս երկրի տերն ես, ոչ թե դիտորդը։ Արի, քարը փեշիցը թափի, 15 րոպե հատկացրու, գնանք ընտրատեղամաս։ Լայքը, սրտիկը, զարմանքը, ծիծաղը, զայրույթը էմոջի են եւ միայն Facebook-ում։ Իրական փոփոխության հնարավորությունն ընտրությունն է։ Եթե քեզ հետաքրքիր է ասա, ինքս գնալու եմ ընտրության եւ թույլ չեմ տալ, որ վերարտադրվի մեր պետությունը կործանող խմբակ։ Մնացածը դու որոշիր։ Դու գիտես քո անել։